Հավաքականի մարզաշապիկով Ռոման Բերեզովսկին անցկացրեց իր 94-րդ հանդիպումը։ Խաղաց 5 րոպե, հետո եկավ էստաֆետը փոխանցելու պահը։ Ձեռնոցները Միկայի դարպասապահ Արսեն Բեգլարյանին, թևկապը Հենրիխ Մխիթարյանին։ Հոտնկայց սափողջությունների ներքո Բերեզովսկին դուրս եկավ հարազատ խաղադաշտից։ Շատ ուրախ եմ, որ այսքան մարդ է եկել, ինձ սենց նվերներ եմ պատրաստել, տեսել եք երևի, շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, սաղից է գոհ եմ, շնորհակալություն։ Ռոման Բերեզովսկին անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է, զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին։ Բերեզովսկին գրեթե 20 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը ու դարձել հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը։ Շատ շնորհակալ ենք մեծ լեգենդին։ Առաջին հերթին Բերեզովսկիում մարդկային արժանինքների համար կարելի է գնահատել, հետո դաշտում ցույց տված անձնանվեր 20 տարի անցկացրած խաղերի համար։ Մենք ասում ենք նա մեր հայկական ֆուտբոլի լեգենդն է, դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Խաղի ընդմիջմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ռոման Բերեզովսկուն նվիրեց Toyota Land Cruiser Prado մակրիշ ավտոմեքենա եւ դարպասապահի յուղաներ դիմանկարը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհեց քաղաքապետի ոսկե մեդալ։ Պատվոշրջան, հանդիպում երկրպագուների հետ, լուսանկարներ, ինքնագրեր, երկրպագուն ճանապարհեց հավաքականի երկարամյա առաջին համարին։ Գոլազուրկ եւ փոքր-ինչ իներտ առաջին խաղակեսից հետո թվում էր, թե կողմերը կնետվեն գոլի ետևից։ Թեկուզև մեր ընտրանու դարպասին այլևս Բերեզովսկին չէր, սակայն բելարուսներ չկարողացան գրավել դարպասը։ Բայց երկրորդ խաղակեսն առանձնացավ այլ, ոչ մարզական միջադեպով։ Ոստիկանները ֆանատին արագ դուրս բերեցին եւ խաղը վերսկսվեց։ Թեև դրանից հետո հավաքականի գոլային պահերն ավելի շատ էին, քան առաջին խաղակեսում, բայց երկրպագուներն այդպես էլ դարպասի գրավում չտեսան։ Մի փոքր կաշկանդվածություն կար խաղասկզբում, իսկ հիմա երկրորդ խաղակեսին ավելի գրոհային ֆուտբոլ խաղացինք եւ չգիտեմ, միգուցե մանրակրկիտ նայենք, բայց երևի տպավորությունն էր, որ մեր գոլային պահերի երկրորդ խաղակեսին ավելի շատ էին։ Վերակառուցված հավաքականը խաղի մեջ մտավ առաջին անգամ։ Տղաների խաղի մասին կարծիքները տարբեր են, իրարամերժ, բայց երկրպագուի եւ ֆուտբոլային հանրության խնդիրը մնում է նույնը։ Մարզչից ու հավաքականից պահանջվում է մասնակցել որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի։ Մունդիալ 2018-ի դրական փուլն արդեն փակում է դուռը։ Արման Մալխասյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։